Ամերիկյան օպերատիվ խումբը Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում կրկին հարվածել է նավի, որը ենթադրաբար թմրանյութեր էր տեղափոխում։ Ամերիկյան հարավային հրամանատարության տվյալներով թմրանյութեր տեղափոխող նավի վրա գտնվող 3 նարկոահաբեկիչ սպանվել է։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները Կարիբյան ավազանում տեղակայել է աշխարհի խոշորագույն ավիակիրը Ջերալդ Ֆորդը։ Լարվածությունն ավելացնում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ինքը որոշակիորեն կողմնորոշվել է Վենեսուելայի հարցում։ Սակայն նախորդին Թրամփը լրագրողների հետ զրույցում խառնել է բոլորի խաղաքարտերը, ասելով, որ պատրաստ է խոսել Մադուրոյի հետ, ինչը նախկինում գրեթե անհնարին էր թվում։ Հնարավոր է մենք որոշակի քննարկումներ ունենանք Մադուրոյի հետ և կտեսնենք, թե ինչպես դա կստացվի։ Նրանք կցանկանային, այո, նրանք կցանկանային խոսել։ Վենեսուելայի կառավարությունն իր հերթին մեղադրում է Վաշինգտոնին ռազմական սպառնալիքի միջոցով ռեժիմի փոփոխության ձգտելու մեջ։ Ես սա ամեն օր կրկնում եմ Միացյալ Նահանգների ժողովրդին։ Միացյալ Նահանգների ժողովուրդ, լսեք ինձ, պատերազմ Կարիբյան ավազանում, պատերազմ Հարավային Ամերիկայում, ոչ, հավերժական պատերազմ, ոչ, խաղաղություն, այո, խաղաղություն Ամերիկայի համար, այո։ Լարվածությունը միայն Վենեսուելայով չի սահմանափակվում։ Էկվադորցիները կիրակի օրը կայացած հանրաքվեով մերժել են նախագահ Դանիել Նոբոայի հանցավորության դեմ պայքարի առանցքային 2 նախաձեռնությունները՝ օտարերկրյա ռազմաբազաների վերադարձը և սահմանադրության փոփոխությունը։ Ճակատագրի հեգնանքով նույն օրը Իսպանիայում համատեղ գործողության արդյունքում ձերբակալվեց Լոս Լոբոս խոշորագույն նարկոխմբավորման պարագլուխ Վիլմեր Ջովանի Չավարիա Բարեն, Դոն Պիպոն, որը տարիներ շարունակ խուսափում էր արդարադատությունից։ Այսպիսով, մինչ նախագահ Նոբոան ձախողվեց երկրի ներսում միջազգային ռազմական համագործակցությունն ընդլայնելու իր փորձի մեջ, երկրի ամենաազդեցիկ հանցագործներից մեկը բռնվեց հենց արտասահմանյան ուժերի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Մենք իրականացրել ենք շատ արդյունավետ և լավ համակարգված գործողություն, և սա ցույց է տալիս, որ միջազգային համագործակցությունը միակ ճանապարհն է վերջ դնելու այս խմբավորումներին, որոնք հանցագործություններ են կատարում տարբեր երկրներում։ Դրանք անդրազգային հանցավոր խմբավորումներ են, և եթե այդ համագործակցությունը, այդ համատեղ աշխատանքն այլ պետությունների հետ գոյություն չունենա, մենք հաջողության չենք հասնի։ Ուշագրավ է, որ ըստ Միացյալ Նահանգների թմրամիջոցների դեմ պայքարի վարչության զեկույցների, Վենեսուելան Ամերիկա մտնող թմրանյութերի հիմնական աղբյուրը չէ։ Այդ ցուցակը 95%-ով գլխավորում է Մեքսիկան, որտեղից Միացյալ Նահանգներ մուտք գործելիս 2024 թվականի ընթացքում առգրավել է 23 տոննա ֆենտանիլ, 133 տոննա մետամֆետամին, 63 տոննա կոկային, 620 կիլոգրամ հերոին և 32 տոննա մարիխուանա։ Այս երկիրն է ֆենտանիլի և մետամֆետամինի համար հիմնական արտադրողը։ Դրանց ստացման համար անհրաժեշտ նյութերի 90%-ից ավելին մատակարարում են Չինաստանն ու Հնդկաստանը։ Տարածաշրջանում կոկայինի գլխավոր արտադրողը Կոլումբիան է 84%-ով, հաջորդում են Պերուն և Բոլիվիան։ Մինչդեռ Վենեսուելան, որի շուրջ ստեղծվել է հիմնական լարվածությունը, ըստ ամերիկյան կառույցների, թմրատարանցման գործում ունի ընդամենը երկրորդական և տարանցիկ դեր։ Այնուհանդերձ, այս երկրից Միացյալ Նահանգներ մուտք գործելիս 2023 թվականի ընթացքում առգրավել է 639 տոննա տարբեր տեսակի թմրանյութեր։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։